Առավոտը կրկին բարի չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից երկու բիզնեսի համար։ Ըստ քննչական կոմիտեի Առինջմոլ առևտրի կենտրոնը չի վճարել ավելի քան 492 միլիոն դրամի, իսկ Մուլտիտրանսպորտ ընկերությունը 1 միլիարդ 137 միլիոն դրամի հարկ։ Նախաձեռնվել են քրեական բարույթներ, Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցներից երկուսը կալանավորվել են, ևս երկուսի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը։ Նմանօրինակ հաղորդագրությունները վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով են տարածվում։ Փաշինյանը կատարում է նախընտրական խոստումը։ Ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս անշրջելի է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններն ու գործարանները մեկը մյուսի հետևից կամ պետականացվում են, կամ իրավապահ մարմիններն առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու, փողերի լվացման կամ այլ բնույթի հանցագործություններ հայտնաբերելու մասին հաղորդագրություններ են տարածում։ Այս պահի դրությամբ պետության տնօրինմանն է հանձնվել Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող Արարատ ցեմենտ գործարանը, Մուլտիվելնես մարզառողջարանական համալիրը, Արարատ գինու օղու կոնյակի գործարանը, իսկ Շանգրիլա խաղատան լիցեզիան դադարեցվել է։ Մնացած ընկերությունները շարունակում են մնալ կապարակնքված։ 10-ից ավելի ձեռնարկության գործունեություն այս պահին կասեցված է, շուրջ 10,000 մարդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված։ Առաջին օրերին, որ հայտարարել ենք այդ ձեռնարկությունների անունները, բացառապես միայն Արարատ ցեմենտն է վերագործարկվել, դա էլ այն պատճառով, որ երկրում շինարարական կոլապս էր առաջացել, պարզապես որովհետև ցեմենտի հումքի մատակարարումը չէր իրականացվում։ Մնացած բոլոր ձեռնարկությունների մասով որևէ դրական տեղաշարժ այս օրերին չկա։ Արարատ ցեմենտում կառավարիչ է նշանակվել Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Գործարանի պետականացումը ևս Փաշինյանի նախընտրական խոստումներից էր։ Շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ 20 տարի առաջ սեփականացած գործարանը ասում Ծառուկյանից վերցնելու ենք եւ տալու ենք ժողովրդին։ Էլի ժողովրդինն է, ինչն է, աշխատում են, հարկերը տալիս ենք, բարձի, ինչ վերցել ենք, մի բան էլ ավել, քարը գարինները զարգացել։ Օրեր առաջ պետության կառավարմանը եւ պահպանմանը հանձնվեց նաեւ Արարատ գինու օղու կոնյակի կոմբինատը։ Որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը, հիմքում դնելով Ծառուկյանի եւ նրա ընտանիքի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը։ Կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթասել ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ։ 5 օր առաջ Երևան Վելնես նոր անվամբ իր դռները բացեց նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտիվելնեսը։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ մարզառողջարանական համալիրն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, 60 հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով եւ համապատասխանաբար պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Շանգրիլա խաղատան լիցենզիայի դադարեցման մասին գրառում էր կատարել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հրապարակելով իր ստորագրած հրամանը։ Որպես պատճառաբանություն նշվել էր, որ ֆինանսական հոսքերի մեջ եղել է անհամապատասխանություն, խեղաթյուրված եւ կեղծ տվյալներ։ Արդեն շուրջ 1 ամիս կալանավորված Ծառուկյանի մյուս բիզնեսների ճակատագիրը դեռևս մնում է անորոշ։ Դրանց գործունեության մասին նորություններ են ստացվում միայն իրավապահ մարմինների եւ ՊԵԿ հաղորդագրությունների միջոցով։ Անորոշության մեջ են նաեւ փակված ընկերությունների աշխատակիցները։ Ծառուկյանը նրանց փորձում է գոտեպնդել բանտից։ Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավը իմ ցավը։ Օրեր առաջ ՔԿՀ-ից ուղերձ էր փոխանցել նա։ Փաշինյանն իր հերթին խոստանում է, նրանք անգործ չեն մնա։